Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս փոփոխությունը մի փոքր նաև մեր նախորդի որդեգրած մեթոդաբանության մեջ փոփոխություն է։ Եթե նախորդիվ մենք մեր որոշումներով աջակցում էինք ուղղակի արտահանումներին, պտուղ բանջարեղենի, այս դեպքում, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վերամշակման նպատակով մթերումների աջակցություն ենք տալիս։ Ինչով է սա կարևոր մինչև մանրամասներին անդրադառնալը։ Սա կարևոր եմ համարում առաջին հերթին նրանով, որ նախ այո, կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, այսինքն մենք որ այս պարագայում թզի եւ դեղցին է վերաբերվում, մենք նախ օպերատիվ հետևում ենք իրավիճակին, մեր գյուղատնտեսների հետ կապի մեջ ենք եւ այնտեղ որտեղ որ տեսնում ենք խնդիր, անմիջապես արձագանքում ենք եւ մասնավորապես Սյունիքի մարզում կա բավականին լավ թզի բերք եւ այստեղ պետք է աջակցեինք եւ միևնույն ժամանակ դեղցի բերքը հանրապետությունում բավականին լավն է եւ էլի աջակցության ոլորտը աջակցության կարիք ունի։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները եւ արտահանումները շարունակվում են եւ թզի դեպքում եւ դեղցի եւ մյուս պտուղ բանջարեղենների ծաղիկի դեպքում, այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս եւ սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել։ Խնդիր մեկը բնականաբար մեր գյուղացիական տնտեսությունների մոտ առկա բերքի մթերումն է, սպառումն է Եվ խնդիր երկուսը սա նույնպես կարծում ենք պակաս կարևոր չէ, մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետև եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, այդ ապրանքը դառնա ճիր, բնականաբար նաև ենթադրվում է, որ մրցունակ ավելի մրցունակ գնային առումով ապրանք ենք ունենալու, որովհետև մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու ըստ էության լավ գնով ձեռք բերել, որը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ եւ դրա հետևանքով ինքնարժեքը իջեցնել եւ արդեն պատրաստի արտադրանք մեր տեղական շուկային մրցունակ գնով առաջադրել եւ արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել։ Սա է ամբողջ տրամաբանությունը այս ծրագրի եւ ծրագրի շրջանակում մինչեւ սեպտեմբերի 1-ը, պարոն վարչապետ, մեր կանխատեսումներով շուրջ 3000 տոննա դեղց կմթերվի եւ շուրջ մինչեւ առավելագույնը 400 տոննա թուզ։ Շնորհակալություն այդքանը։ Շատ լավ։ Այո, պարոն Պապյան, փաստորեն մենք կարևոր է որ մենք դինամիկ գործելակերպ ունենք եւ շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքում ենք եւ հիմա մեր խնդիրն է եթե արտանման հետ կապված խնդիրներ կան, ուրեմն մենք աջակցենք որպեսզի կոնկրետ դեղցի ու թզի դեպքում չրի արտադրություն վերամշակման շղթայի մեջ մտցնենք այդ ապրանքը, որպեսզի նաև հետագայում նախ պահման համար ավելի լավ պայմաններ են եւ երկրորդը հետագայում արտահանման պոտենցիալը ավելի մեծացնելու համար եւ հույս ունենք նաև որ արդեն իսկ մեր վերամշակողները եւ այս ուղերձներն էլ պետք տալ նաև ավելի լայն շուկաներում այդ ապրանքները սպառելու կանխավարկածով կառուցեն իրենց արտադրական ցիկլերը եւ մենք հիմա մեր մթերողների միջոցով նաեւ մեր ֆերմերային տնտեսություններին, գյուղացիական տնտեսություններին աջակցում ենք, որպեսզի թզի եւ դեղցի սպառման խնդիրը լուծենք, կարծում եմ լավ տարբերակ է։ Կան հարցեր, հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, ես մի հարց ունեմ, պարոն Պապյան, երբ որ մենք արտահանման դեպքում աջակցություն ենք տրամադրում, մեր մաքսային մարմինները վերիֆիկացնում են կամ հաստատում են, որ այն ինչ որ հաշիվ ապրանքագրի մեջ գրված է, դա իրականություն է։ Այսինքն այն ծավալի արտահանումը, որ մենք իրականացնում ենք, այդ ծավալի արտահանում իրականում տեղի է ունենում։ Հիմա ուզեմ հասկանամ, ոնց ենք համոզված լինելու, որ այն մթերումները, որոնք արձանագրվելու են երկու տնտեսվարող սուբյեկտների կողմից եւ որին մենք աջակցում ենք, այդ մթերումը փաստացի տեղի է ունենալու։
Այս շնորհակալություն հարցի համար, այս պրակտիկան մենք նախորդիվ ունեցել ենք, հենց հիմա մթերման process-ը գնում է եւ մարզպետարանների եւ համայնքապետարանի աշխատակիցները այնտեղ են, իրենք եւս մասնակցում են կշռման process-ին, իրենք եւս ստորագրություն են դնում այդ թղթերի վրա եւ մարզպետարանի կնիքը նույնպես հաստատում է դրա մասին, այսինքն պետությունը այդ process-ին եւս մասնակից է եւ հավաստիանում է, որ գործընթացը կա եւ դրա հիման վրա է տեղի ունենալու վճարումները։ Ամեն դեպս այդ հարցը, որին պետքա մենք բանանենք, պատասխան։ Եվ այո, կամերաներն էլ կա բոլոր մթերողների մոտ։ Այո, կամերաներ, ես տեսա, որ պարոն Հովհաննիսյանի հարցից հետո մեր քննչական մարմինները, ղեկավարները գրառումներ են անում իրենց բաներում, նոթատետրերում, այդ հարցը իրոք միշտ այդ մարտահրավերը կա։ Ընդհանուր առմամբ գիտեք ինչ, նախորդիվ մենք նաև խաղողի մթերման հետ կապված ծրագրեր ենք իրականացրել, եղել են հաջող դեպքեր, եղել են դեպքեր, որ էլի գնացեք հրական գործ են դարձել։ Մենք ընդհանրապես կարծում եմ, որ չգիտեմ դա լուծումը թվայնացումն է, թե ինչ որ այլ լուծում ունենք, պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ ամեն անգամ նոր որոշում կայացնելիս այդ հարցը զրոյից մեզ համար չծագի։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք այդ վերիֆիկացիայի հստակ համակարգ, որը մեր այդ խնդիրները կլուծի։ Ընդ որում մենք շղթայի մեջ պետք է նայենք, որովհետև բուն մթերման խնդիրը չի մենակ։ Մենք պետք է կարողանանք ընդհանրապես հետագծելիությունը սկսած այգուց մինչև հետագայում նաև դրա ապրանքի դուրս թողումը ֆաբրիկայից կամ գործարանից եւ դրա հետագա մուտքը առևտրային ցանցեր կամ արտահանում, այս շատ կարևոր բան է, որպեսզի մենք ստվերի դեմ ոչ թե պայքարելու, այլ ստվերը կանխարգելելու շատ հստակ մեխանիզմ ունենանք։ Համեցեք պարոն Գրիգորյան։ Պարոն վարչապետ, մոտավորապես արդեն ասացիք իհարկե, բայց այս հետագծելիությունը իրականության մեջ նաև գյուղատնտեսությունը, եթե մենք խթանենք մթերումը, հետագա այդ ապրանքների հետագծելիությունը մթերման ծավալը ավտոմատ մեծ տվյալները տալու են, այսինքն անհնարին է լինելու շրջանցել, որովհետև պարամետրերը, որոնք թվայնացման այս գրիչի վրա պիտի լինեն, ամեն ինչի մասին են, եւ համադրումը ցույց կտա, որ ինչ որ մի մեծ ծավալ կամ վիրտուալ է կամ սխալ է։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ մենք պիտի խնդրենք, որ պետք գործընկերները սրան զուգահեռ այն արտադրատեսակները, որոնք ստացվում են գյուղատնտեսական ապրանքի մթերումից, մենք մոտ ժամանակներում ընդգրկենք այս ցանկերում եւ այդուհետ ես կարծում եմ նույնիսկ այդ մթերման պահին մեր մարզպետարանի ռեսուրսը օգտագործելը անիմաստ կդառնա, որովհետեւ մի քանի ամիս հետո պատվիրված կոդերից երևալու է, որ դա իրական մթերում է թե վիրտուալ։ Դե այդ խնդիրը կոնկրետ ոչ այդ դեպքով, բայց ես արդեն առաջադրել եմ, որ այս դրոշմավորման համակարգը մենք մաքսիմալ պետքա տարածենք։ Եվ դրոշմավորման համակարգի հետ կապված, եթե մենք հարցեր ունենք, հարցեր միշտ էլ ունենալու ենք ամեն ինչի մասին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք, սպասենք, այդ հարցերի պատասխանները լինի, նոր մենք գնանք առաջ։ Համակարգը պետք է առաջ գնա եւ ելի ասում եմ, տեսեք, մենք նաեւ պետական եկամուտների այն բավականին լավ եւ տպավորիչ աճերում այս դրոշմավորման համակարգը ամենավին էլ երկրորդական դեր չունի, որտեղ մենք չենք պատկերացնում, մեզ թվում է թե լավ դե մի հատ ջուր է կամ մի, չգիտեմ, ինչ որ ապրանք է, 100 դրամ արժի կամ 200, բայց այդ 100-200 դրամած ապրանքներին 100 հազարավոր կամ երբեմն միլիոնավոր օրինակներ վաճառվում են եւ նրա նույնիսկ մի փոքր հատված ստվերից դուրս բերելը մենք այնքան է արտահայտվում, որ մենք ստեղ զգում ենք պետական եկամուտների աճը։ Այդտեղ էլի եմ ասում 27 թվականի հունվարի 1-ից մենք այդ մաքսիմալ բանը ծածկույթը պետք է ունենանք։ Հետո հարցեր կան, ինչ ոնց որ նախորդող շրջանում էլ են հարցեր են եղել, մենք գնացել ենք նաև որոշում ենք կայացրել, հետահայաց որոշումներ ենք կայացրել, այդ թվում գնային հատվածները, այն որ համարել ենք, որ իրոք տնտեսվարողները իզուր են այդ վճարումները արել, այդ վճարումները հաշվանցվել են եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց սկզբունքային կարևոր հարց է, որ պետքա
ստվեր պետքա չլինի։ Սա մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Կպարզվի ավելի լավ համակարգ կա, որ ավելի լավ։ Մենք ոչ մի բանով սահմանափակված չենք, իհարկե որոշակի պայմանագրային պարտավորություններ ունենք, ժամկետներ կան, բայց ստեղ էլ մենք պետքա տեսնենք եւ լավագույն առաջարկից պետքա օգտվի պետությունը, բայց որ պետք է բացարձակապես ամեն ինչը բացարձակապես ամեն ես օրինակ տենց ապրանք չկա որ ասեմ լավ եկեք էս չդրոշմավորենք չկա այդպիսի բան բացարձակապես ամեն ինչը պետքա դրոշմավորվի որովհետեւ այդ է ճանապարհը ստվերին վերջ տալու